Իշխանության ներկայացուցիչները համաձայն չեն, որ կառավարությունը ձախողել է եկամուտների հայտարարագրման իրենց բառերով ռեֆորմը։ Համարում են, որ շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ։ 700,000 ֆիզիկական անձ մինչև այս շաբաթավերջ նոյեմբերի 1-ը պետք է եկամուտների պարտադիր հայտարարագիր լրացներ։ Սակայն մինչ օրս հայտատուների 20,7% է կատարել պահանջը։ Արդեն 145,000 հայտարարագիր ունենք ներկայացված եւ վերջին օրերին այդ թիվը էականորեն աճում է։ Հավանաբար այնքան չի աճում հայտարարագիր լրացնողների թիվը, որ իշխանությունը հետ կանգնեց այդ ռեֆորմից։ Անցած ուրբաթ խորհրդարանը արտահերթ ռեժիմով եկամուտների հայտարարագրման համակարգից հանեց պարտադրանքի դրույթը։ ՊԵԿ-ը իր ունեցած տվյալների հիման վրա այսուհետ ավտոմատ կլրացնի հայտարարագիրը։ Այս դեպքում պետք չէ շատերի համար գլխացավանք դարձած նույնականացման ID քարտն ու էլեկտրոնային ստորագրությունը։ Դրանք պետք կգան, եթե կողմնակի եկամուտ ունի հայտատուն։ ՊԵԿ-ին անհասանելի եկամուտները, վարկերը, ապառիկները, ավանները հայտարարագրելն է պարտադիր։ Հիմա արեցինք, որովհետև նախ խոստացել էինք տարվա սկզբին, հավաքագրելով այս ընթացքում վիճակագրությունը, հասկանալով ինչ բացեր կան, ինչ հնարավորություններ կան, այդ փոփոխությունը արեցինք այն ժամանակահատվածում, որ հասցնենք մինչև նոյեմբերի 1-ի վերջնաժամկետը այդ ամեն ինչը կյանքի կոչել։ Հայտարարագրման պարզեցման նախագիծը խորհրդարան տարած Բաբկեն-Թույնյանն ասում է, դեռ տարեսկզբին են մտադրություն ունեցել փոխել հայտարարագրման պայմանները։ Մենք տենց ինչ-որ անդառնալի վնաս չենք պատճառել մեր քաղաքացիներին, որ ասենք վայ ափսոս, որ շուտ անենք, սենց չէ լինի։ Տնտեսագետ Հակոբ Հավաքյանի տեղեկություններով պետական աշխատողներին անգամ պարտադրել են լրացնել հայտարարագիրը, բայց նույնիսկ այդ դեպքում չի կայացել իշխանության ասած ռեֆորմը։ Առնվազն հայտնի է մի քանի դեպք, որ պետական մարմինները տիպովաբար աշխատողներին ասել են գնացեք հայտարարագիրը տվեք, սա այս ռեֆորմը անցկացրի։ Հայաստանում ըստ վիճակագրական տվյալի 250,000-ից ավելի պետական աշխատող կա։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։